Իրավունք թերթը գրում է ապարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանը, որը ջանք չի խնայում իշխանությունների վերարտադրման համար, որոշել է երկակի խաղեր խաղալ։ Նա իր տեղը փորձում է պահել նաև ընդդիմադիր դաշտում, ասում են հանդիպումներ է ունենում ընդդիմադիրների հետ ու երդումներ ուտում, թե իրականում ինքը դեմ է իշխանություններին, որ տակից ընդդիմության համար է աշխատում, ուղղակի հակառակն է պետք ցույց տալ, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարևոր է հետևել ընտրողների այսպես կոչված լրացուցիչ ցուցակներին։ Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնականում ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։ Լրացուցիչ ցուցակները կազմվում են օրենքով սահմանված կարգով եւ հրապարակվում են ընտրատեղամասերում հիմնական ցուցակից առանձին։ Դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը բավական բարդ է։ Արդյոք մի տեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրության մասնակցած անձը մեկ այլ ընտրատեղամասում էլ չի քվեարկել։ Ի դեպ խոսակցություններ կային, որ այս մեխանիզմը կիրառվել է վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ, գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներն են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք ըստ թերթի աղբյուրի հատկապես վերջին օրերին զորքի հետ դաստիարակչական, լուսավորչական աշխատանքներ են տանում։ Ավելի քան 200 զինվորականի են վերջին ամիսներին հանել զինված ուժերից հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտելով, որ նրանք ոչ իշխանական հայացքներ ունեն։ Նրանց անսպասելիորեն հայտնել են, թե նպատակահարմար չեն գտնում, որ ծառայությունը շարունակեն։ Այս մթնոլորտում դժվար է պատկերացնել մի զինվորականի, որը ղեկավարության կամքին հակառակը գնա, գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է, որքան էլ ՀՊԱ-ականները փորձում են ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները մարդաշատ են, անզեն աչքով էլ նկատելի է, որ նախ այդպես չէ, ապա եւ եղածների մեծամասնությունը բերովիներ են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել։ Եվ ընդհանրապես բոլոր հանդիպումների ժամանակ ակտիվ կիրառվում է վարչական ռեսուրսը։ Թերթի տեղեկություններով անխտիր բոլոր պետական գերատեսչություններին տրված է հանձնարարական ապահովել որոշակի մարդաքանակ, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, օրերս Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմինե Կոլյանը, որը նշանակվել է այդ քոլեջի տնօրեն։ Գորիսից թերթին ասել են, որ Կոլյանը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Արուշանյանի մտերիմն է։ Գորիսից հայտնում են նաև, որ Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհուրդը ձևավորվել է օրենքի խախտումներով։ Արուշանյանի մտերիմին Գորիսի պետական քոլեջի տնօրեն նշանակել է ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանի քննադատող Արուշանյանը անդամագրվել է Նիկոլ Փաշինյանի թիմին եւ անգամ իր մտերիմների հարցերն է այժմ կարողանում լուծել։ Արուշանյանը ի դեպ ներկա է եղել մայիսի 28-ին Երևանում կայացած զորահանդեսին, գրում է թերթը։